Վերջին օրերին WhatsApp հաշիվները կոտրելու նոր ալիք էր տարածվել։ Իմ մոտ ընդհանրապես չի գործում ծրագիրը։ Իմն էլ կոտրեցին, 1 ժամ առաջ։ Իմը նույնպես կոտրել են, ինչ պետք է անել։ Ոնց եք վերականգնել, իմ մոտ չի ստացվում։ Հարցակումներ ֆիշինգային, ամբողջ աշխարհում սա անընդհատ process է։ Այս կոնկրետ դեպքը, երբ որ միանգամից մի քանի հազար հաշիվ գողացան առանց մարդկանց կողմից գործողության, սա կոնկրետ Հայաստանն էր թիրախավորված։ Թե ովքեր կարող են կանգնած լինել այս ամենի հետևում, պարզ չէ, հետքերը հստակ չեն երևում։ Ինչ որ հետքեր մետան հաստատ տեսնում է, բայց իրենց քաղաքականության մեջ մտնում է լայն չտարածել, մինչև հետաքննություն չանեն։ Ըստ մեդիափորձագետի հաքերները գտել էին տեխնիկական խոցելիություն, նրանք կոտրում էին հաշիվներ մարդուց առանց որևէ գործողություն պահանջելու։ Ներթափանցել էին ինչ-որ տեխնիկական ենթակառուցվածքների մեջ։ Ես չեմ կարող հիմա մանրամասները բացել, ուղղակի կարող եմ ասել, որ մենք մետային հաղորդեցինք, իրենք տեղյակ չէին, որտեղ իրենք ունեն ավտոմատացված համակարգեր, որոնք բռնացնում են նման գործողությունները, այս անգամ հակերներին հաջողվել էր նենց նուրբ գործել, որ իրանց չէր հասել։ Շտկումներ իրականացնելուց հետո հարձակումը դադարել է։ Բայց հարձակումը շատ լուրջ էր, որ պատկերացնեք իմ հաշիվն էլ գողացան, բայց այստեղ կա նյուանս։ Հաշիվները պաշտպանելու համար պետք է երկփուլային վավերացում միացնել։ Ում մոտ միացրած էր օրինակ իմ մոտ։ Ոնց որ ինձ հաշվից դուրս գցում էր, բայց հակերին չէր հաջողվում տիրանալ։ Գողացված հաշիվները հաքերներն օգտագործում էին տարբեր զեղծարարությունների մեջ։ WhatsApp-ն էլ հասկանալով, որ զեղծարարություն է տեղի ունենում, հաշիվն արգելափակում էր։ Ըստ Մարտիրոսյանի, որոշ մարդկանց հաջողվել է վերականգնել իրենց հաշիվը։ Սա լրջագույն խնդիր է, հիմա պատկերացրեք պատերազմ լիներ կամ ինչ-որ խառը իրավիճակ եւ միանգամից 10-20 հազար WhatsApp-ի հաշիվ կոտրեին։ Պատկերացնում եք ինչ խառնաշփոթ քաոս խուճապ կարելի է ստեղծել ունենալով ձեռքում հայկական հաշիվներ ծանոթներին գրելով եւ այլն, հա, այնպես որ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ միացնեն երկփուլայինը, դա կա բոլոր մեսենջերներում։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք դեռ հետ չեն բերել իրենց հաշիվները, մեդիափորձագետը նշում է, հրահանգներին հետևելով պետք է փորձել վերականգնել։ Երբ որ մարդ նորից իր հեռախոսի վրա իր համարով փորձում է վերականգնել, այնտեղ տալիս է մի քանի տարբերակ, որ կոդ ուղարկի։ SMS-ով կոդը, քանի որ հենց տեխնիկական խնդիրը դրա հետ կապում էր, սովորաբար չի աշխատում, դրա համար պետք է ընտրել զանգով կոդը ստանալը, ու այստեղ ուղղակի պետք է զգուշացնեմ, որ զանգը անգլերեն է լինելու։ Արդյոք այս հարձակումը կապ ունի վերջերս պաշտոնյաների անուններով բացվող կեղծ WhatsApp հաշիվների հետ, մեդիափորձագետը նշում է, անմիջական կապ չեն գտել։ Լիանա Խաչատուրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։